կապված մեր Սովետաշենի աղբանոցի հետ, որը չարիքա դարձել նաև շրջակա վարչական շրջանի բնակիչների համար։ Իմ հարցը հետևյալն է, դուք վզեբի հետ 22 թվականին, երբ որ պլանավորել եք նոր աղբան վայրի կառուցումը, հինիել, կոնսերվացումը փակելը, իմ հարցը հստակ է, դուք չեք կարծում, որ ձեր պլանավորումը սխալ է եղել, ինչի համար սխալ է եղել, հիմնավորեմ, ես մասնագիտացել եմ այդ ուղղությամբ նաև, որ եթե դու նոր աղբավայր կառուցում ես, բայց վերամշակումը չես անում, իսկ վերամշակման այդ գործարանը բանը մոտ 16 միլիոն դոլար էր, հետևաբար որոշակի ժամանակ հետո նորից դու այդ նույն խնդիրն ունենալու ես, այսինքն ձեր պլանավորածը որպես այդպեսին, պրոբլեմը մենակ այն չի, որ չեք կատարում, նաև պրոբլեմը ոչ արդյունավետ պլանավորումն է։ Հիմա երբ որ դուք մի հատ մեծ գումար պլանավորում եք նոր աղբավայր կառուցելու, շատ լավ եք անում։ Ես էլ կողքի ժողովրդի անունից շնորհակալություն ասեմ, որ այդ մարդիկ բռնեն այդ դրան։ Այն որ մյուսը փակում եք, լավ եք անում, բայց այդ պրոյեկտը լավ հաջողված է, որովհետև մնացածը չեք արել։ Հաջողվածը շակերտների մեջ հերթական ձեր մոտ վատ ոչ արդյունավետ պլանավորումն է։ Ինչի իմ հարցը հստակ է, ինչի չեք պլանավորել, ինչու համար չեք պլանավորել նաև աղբի վերամշակումը, որովհետև հետագայում կրկնակի ծախս է լինելու։ Իսկ հարկատուների տված փողը ոչ արդյունավետ կառավարելը, ինչպես մեր քաղաքապետն ասում էր, տարբերություն չկա, իսկ ձեր քաղաքապետը ասում էր բյուջեից հող եք գողանում, թե փող եք գողանում, ոչ արդյունավետ կառավարելը նույնպես գողություն է իմ գնահատման։ Շատ լավ, ուրեմն ես կարծում եմ, բայց Երևանի քաղաքապետը։ Շատ լավ, տեսեք, ուրեմն լավ, եկեք Պահմանիկյան, խնդրեմ ձեր ուշադրությունը այստեղ։ Ուրեմն այն որ վատ է պլանավորվել համաձայն եմ, որովհետև այս ծրագիրը 2013 թվականին էր գրվել։ Վայ այդ նախկինները։ Էլ չասեմ։ Եվ մինչև 2018 թվականը որևէ քայլ այս մասով չէր արել, մենք այս ծրագիրը ժառանգել ենք եւ եվրոպական ներողություն վզեբի հետ, ինչպես նաեւ այլ գործընկերների հետ սկսել ենք այս ծրագրի վերջնական տարբերակի քննարկումը եւ իմպլեմենտացիան։ Նախնական փուլում, այսինքն մենք վերջնական 2022 թվական, որովհետև ես ասեմ, ինքը 2013 թվականից այն ժառանգություն այս ծրագիրը եկել էր։ Հիմա ես ուզում եմ ասեմ վերջնական ընկետը, որ ինչի մասին է խոսքը, եթե մեր եւ վզեբի այսօրվա բանակցությունների արդյունքը։ Դուք ճիշտ հարց եք բարձրաձայնում իրականում։ Եվ քանի որ այս ծրագիրը դեռ շատ շուտվանից գալիս է, այդ նույն հարցը հիմա Այսինքն մենք եկե հասել ենք այն կետի, որ մենք ասում ենք Ժորժյան, եկեք ստորագրենք եւ գնանք առաջ։ Մեր գործընկերները նույնպես ասում են, որ քանի որ այս ծրագրի մեջ չկա վերամշակող բաղադրիչ, ապա առաջարկում են, որ մենք միասին նոր ծրագիր իրականացնենք։ Եվ դրանից այդ հանդիպումից հետո, որից անցել է մոտ 1 ամիս, մենք երկու տարբերակ ենք քննարկել, որ կամ այս ծրագրի շրջանակում, որը արժանանալու է մոտ 32 միլիոն եվրո։ Կներեք 32-ին ինչն է, մենակ նոր աղբավայրը, թե հինի կոնսերվացիա եւ նորի կառուցում։ Այսինքն Նուբարաշենի, Սովետաշենի աղբավայրը ամբողջությամբ կոնսերվացվում է եւ կառուցվում է նոր աղբավայր, որը արդեն է ջրա մեկուսացում, չգիտեմ, միջավայրի մեկուսացում, կոնսերվացում 22 միլիոն է, 32-ին ինչի՞ համար։ Որովհետև այստեղ էլ եմ ասում, քանի որ 2013-14 թվականի ծրագիրը, այդ ծրագրի ինդեքսացիա է ենթարկվել։ Եմիշ հաջորդ հարցը ես տամ, եկի հասկացանք, որ ստեղ էլ պլանավորման խնդիր կա ու նաև հաջորդ տարի պարոն Արությունյան, Տիկին Արությունյան, ներողություն եմ խնդրում, հաջորդ տարի զարգացման մասին որ խոսում են, այդ ներառեք դուք։ Ես որ ասում եմ, իմ ասածը չեն ընդունում։ Ինչի համար, ամենաճիշտ բանն ասեմ, չեն ընդունելի, բայց դուք իրանց հուշեք, որ ճիշտը այս վերամշակման գործարանը կառուցելն է։ Հաջորդ հարցին գամ։ Պարոն Մանուկյան, չընդունելու հարց չկա։ Հիմա այդ ճիշտը, որ ասում եք, ես ուրիշ բան եմ ուզում տալ։ Ըստ ձեզ վերամշակող գործարանը ինքը իրանով նես պրոյեկտա, որ արդյոք կարող են այդտեղ օրինակ մասնավորներ ներգրավել։ Այո, օրինակ, տեսնեք բերեմ որտեղ։ Այսինքն ներողություն։ Ըստ ձեզ ճիշտ եմ ես հասկանում, որ սա նենց մի ոլորտ է, որտեղ որ մասնավորին, եթե մենք պայմանները գրագետ ստեղծենք, ինքը գա այդ ներդրումականի շահույթով կաշխատի, չէ՞։
Ճիշտ եմ հասկանում, այսինքն մասնավորին դիտարկում ենք ներգրավելը։ Ես ձեր արդին պատասխանեմ այս ձև, որ շատ երկրներում, օրինակ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում պետություն մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում է գնում, ինչ տարբերակով, երբ որ պետությունը ավելի մեծ ներդրում ինքը կատարում առանց տոկոսային միջոցների, հետո պարտադրում է մասնավորին, որ ի հաշիվ քո եկամուտների, որպեսզի նա մոտիվացված լինի արդյունավետ կառավարել։ Իր վիճակի ես հետ գնել այդ բաժնետոմսերը ինձանից։ Այսինքն կառավարման նոր մշակույթ, նոր մոդել, որ ասում ես, որ Հայաստանում ներդնեք այդ։ Այսինքն այս պարագայում քաղաքապետարանը կամ կառավարությունը պետք է օգնի մասնավորին ստեղծի պայմաններ, ոչ թե պետք է նստենք, սպասենք, որ ինչ որ մեկը գալու է մեր դուռը թակի, ասի եկել եմ, լավ բան եմ ուզում անեմ, հակառակը մենք պետք է գնանք, խնդրենք, մենք, ես չէ, դուք քաղաքի կառավարման վերնախավ է, էլի։ Դե հիմա տեսեք, ես կիսում եմ ձեր այդ կարծիքը, որ այստեղ պետք է մասնավոր ներգրավենք վերամշակման գործարանի մասով, եւ հենց մեր տեսլականը դա է, որ այս վարկային ծրագիրը ամբողջությամբ ուզում ենք ծախսենք հին աղբավարի կոնսերվացիա եւ նոր աղբավարի կառուցման մասով, իսկ արդեն վերամշակող բաղադրիչը, վերամշակող ուրեմն գործարանը իրականացնենք մասնավոր կազմակերպության հետ։ Սա է մեր տեսլականը եւ սա ենք մենք բանակցում ՎԶԵԲ-ի հետ։ Եվ այս դիրքորոշումը մենք հստակ ասել ենք, այսինքն մեր կարծիքով վարկային միջոցներով եւ համայնքի հաշվին վերամշակող գործարանը կառուցելը այնքան էլ ճիշտ չի լինի նախնական մեր գնահատականը, որովհետեւ վստահ ենք, որ կան այդ ներդրողները, որոնք կգան եւ այդ ոլորտում կան ներդրումներ։